Մարիա հեռուստասերիալում Օֆայի կայացրած ամենակարևոր որոշումը ի վերջո դառնում է իրականություն։ Նա պատրաստվում է բուժում ստանալ եւ վիրահատվել հանուն Մարիայի, հանուն իրենց ապագայի։ Ռուբենը մեծ ոգևորությամբ է ընդունում այս լուրը, գիտակցելով, որ սա ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական վերածնունդ է Օֆայի համար։ Նրանք երկուսն էլ երկար ժամանակ է սպասել են նման քայլի եւ հիմա կարծես առաջին ճառագայթներն են երևում երկարամյա մառախուղից հետո։ Բայց մինչ Ռուբենն ու Օֆան ապագայի պլաններ են կազմում, Ռաֆը սկսում է զգալ վտանգի շունչը։ Նկատելով Մարիայի ու Անիի կասկածելի լարված խոսակցությունները, նրա մեջ եւս կասկած է արթնանում։ Մտապատկերում կապում է նաև նախորդ օրվա տարօրինակ դեպքը, երբ Անին առանց ակնհայտ պատճառի հայտնվեց իր տան մոտ ու անտրամաբանական խոսակցություններ սկսեց։ Ռաֆը հասկանում է, իր դեն ինչ-որ բան են պլանավորում։ Երբ Մարիան հեռանում է, Ռաֆը կանգնեցնում է Անիին ու պահանջում պատասխան, սակայն Անին պարզ է, այդքան էլ խեղճ ու միամիտ չէ։ Նա համարձակ ու սառնասիրտ հակադարձում է, խոսում անորոշ, բայց վստահ ձևով, դուրս գալով իրավիճակից։ Բայց Ռաֆը նրան չի հավատում եւ կասկածը քայքայում է նրա հանգստությունը։ Իսկ այդ ընթացքում ճակատագիրը պատրաստում է Ռաֆի համար ամենամեծ հարվածը։ Շուտով փլուզվելու է նրա իսկ կառուցած կեղծ ճշմարտությունը։ Փողոցում Սոֆյան պատահաբար հանդիպում է իր ծանոթներից մեկին։ Երբ նա իր ցավը փորձում է թաքցնել, դիմացինը անսպասելիորեն նշում է, որ իրական մեղավորը Ռաֆն է, ու դա գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Մի վայրկյան է պետք, որ Սոֆյայի դեմքը սառեր։ Այդ բառերը ցնցում են նրան։ Նա երբեք չէր կասկածել Ռաֆի անկեղծությանը, բայց հիմա ամեն ինչ փոխվում է։ Սոֆյան սկսում է շղթայաբար հիշել իրադարձությունները եւ կապել իրար հետ։ Նրա մեջ արթնանում է ոչ միայն զայրույթ իր իսկ սխալների հանդեպ, այլև անարդարության զգացում, որ Ռաֆը ազատության մեջ է, որ իր դժբախտության պատճառը ազատության մեջ է։ Նա գնում է ոստիկանություն։ Դրան մոտ տեսնում է Արտակի սպանության գործով քննիչին, եւ Սոֆյան առաջին անգամ կյանքում կանգնում է իր խղճի առաջ ու ասում, որ եկել է փոխելու իր ցուցմունքը։ Նա քննիչ Խաչատրյանին ասում է, որ իրեն ստիպել են Դավիթի դեմ սուտ ցուցմունք տալ եւ դա արել է Ռաֆը։ Ինչից հետո Սոֆյայի մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Արտակին իրականում Ռաֆն է սպանել։ Հարգելի հետևորդներ, ինչ զարգացում կունենա Արտակի սպանության գործը, ինչպես կվարվի քննիչ Խաչատրյանը Սոֆյայի ցուցմունքից հետո։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասել ու անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձ։ Ոնց է ինչ որ բան ստեղեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկամ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքով։ Այսօր Andres Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմոս գովազդն եմ արի։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас.
тобой у нас Բա, այսպես տաղանդա մեր Էլենչոն Սուրենը կռիվ է անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ Har Krishnային Krishnային Ես պատրաստ եմ Մենք ֆիլտրով ենք ստորի անում, որ մեր տանջված դեմքերը չտենակ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր Երկուսով, են որ ուժ չունենք Հա, սպարվել ենք, բայց ասա որ Ժամը 6:10 է, ես դեռ Ուր եմ? TV-ում եմ Դեռ նկարահանման եմ ես բայլույցում պետք է նոր կրկն եմ առավոտի 9:30-ից էստեղ եմ, 3:00 и վաղ էստեղ եմ Я в плену, помогите Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է, եկեք իմերային Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին Երևի կհայտնվի Երևին որ նա հայտնվելու է, չէ Գրիգ Այո Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր Մեկ էլ մի 4 մեշակ փողապետք Ով կոգնի Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր Աղջիկս կոֆե է պատրաստում Տոկը չտա Չէ, պլասմասը Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից երեկը 3-ին ու 6-ին ավարտվի Ինչ վատ կլիներ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը Շատ չէ, մի քիչ չեկանը Նորմալ Իսկ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի բացի շորերը Այդ ինչ ձև է Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել Արի As for love drinking Շատ Չէ, շատ Այո Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով Սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատ եք